Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, ողջունում ենք ձեզ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այսօր կկայանա Optima Lotto ընկերության Optima ամենօրյա SMS վիճակախաղի հերթական 43-րդ տիրաժի խաղարկությունը։ Ինչպես գիտեք, մեր խաղարկությունն ընթանում է ուղիղ եթերում։ Այսօր մայիսի 7-ն է, մեզ հետ միասին ստուդիայում գտնվում են հանդիսատեսներ, ովքեր կհետևեն խաղարկության ընթացքին որպես հասարակական ժյուրի։ Այս պահին սիրով ողջունում եւ ներկայացնում ենք նրանց։ Սևակ Ավանեսյան, Էդգար Մանուկյան, Վարդան Հարությունյան։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Իդեպ, հարգելի հեռուստադիտողներ, ժյուրիի կազմում մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Optima Lotto ընկերության գրասենյակ 57 35 15 հեռախոսահամարով։ Ինչպես միշտ այսօր եւս մեզ օգնում է մեր համակարգչով աշխատող գործընկերը Գայանեն, ողջունում ենք նրան։ Նախքան Optima SMS վիճակախաղի 43-րդ տիրաժի խաղարկությունը սկսելը, տեղեկություններ ներկայացնեմ տիրաժի մասին։ Եվ այսպես, տիրաժին մասնակցել է 2292 մարդ։ Ինչպես գիտեք, բոլոր խաղացողների ցանկը ուղարկված թվային կոմբինացիաներով միջև խաղարկության անցկացումը հրապարակվում է ընկերության optimalotto.am կայքում, որի հետ դուք նախապես կարող եք ծանոթանալ։ Մյուս կարևոր թիվը Optima SMS վիճակախաղի 43-րդ տիրաժի ընդհանուր շահումային ֆոնդի չափն է։ Կանոնների համաձայն այն կազմում է ընդհանուր տոմսերի արժեքի 50%-ը եւ կախված է մասնակիցների քանակից։ Այսօր մեր շահումային ֆոնդը հավասար է 573 000 դրամի։ Մենք ունենք 4 շահումային կատեգորիա, ինչպես գիտեք, հնգանիշ, քառանիշ, եռանիշ եւ երկնիշ։ Նշված ընդհանուր շահումային ֆոնդը բաշխվում է ըստ այդ կատեգորիաների հետևյալ կերպ։ 30%-ը հատկացվում է առավելագույն հնգանիշով շահումներին, 25%-ը քառանիշով շահումներին, 20%-ը եռանիշով շահումներին, իսկ մնացած 25%-ը երկնիշով շահումներին։ Այս պահին սիրով հրավիրում եմ բոլորի ուշադրությունը եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ այսուհետ մեր խաղի կանոնների համաձայն հնգանիշ կատեգորիայում 30% շահումային ֆոնդին ավելացվում է 1 միլիոն դրամ լրացուցիչ բոնուսային շահում։ Այսպիսով Optima վիճակախաղը հնարավորություն է տալիս ամեն օր շահելու 1 միլիոն դրամից ավելի գումար։ Իսկ եթե որևէ կատեգորիայում լինեն մի քանի շահողներ, գումարը հավասարապես բաշխվում է նրանց միջև, եթե այնուամենայնիվ շահողներ չլինեն, ապա տվյալ կատեգորիայի շահումային ֆոնդը ամբողջությամբ փոխանցվում է ներքևի կատեգորիայի շահումային ֆոնդ, բացի իհարկե 1 միլիոն դրամ բոնուսային շահումից։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, մենք սկսում ենք 43-րդ տիրաժի խաղարկությունը։ Ինչպես գիտեք, խաղարկությունն անցկացվում է այս լոտոտրոնի միջոցով, որի մեջ շատ շուտով տեղավորել ենք 0-ից 9 համարակալված թվերի հավաքածուն։ Իսկ դրա համար իհարկե կխնդրենք ժյուրի անդամներից որևէ մեկի մոտենալ մեզ, խնդրեմ համեցեք։ Ընտրեք հավաքածուներից մեկը։ Համոզվեք, արդյոք բոլոր թվերը տեղում են եւ կարող եք տեղավորել լոտոտրոնի մեջ։ Շնորհակալություն։ Առայժմ մի հեռացեք եւ կխնդրենք սեղմել կարմիր կոճակը։ Շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը։ Եվ այսպես 43-րդ տիրաժի խաղարկությունը սկսված է։ Բոլորին մաղթում ենք հաջողություն։ Առաջին թիվը մեզ մոտ թիվ 7։ Երկրորդ թիվը թիվ 1, երրորդ թիվը թիվ 6, չորրորդ թիվը թիվ 8 եւ վերջին 5-րդ թիվը թիվ 2։ Այսպիսով 43-րդ տիրաժի խաղարկության շահումային կոմբինացիան է 7, 1, 6, 8, 2 թվերի հավաքածուն, կրկնում եմ 7, 1, 6, 8, 2։
Ինչպես գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, թվերի հերթականությունը մեր խաղում նշանակություն ունի, այսինքն շահել է թվերի հենց այս հերթականությունը։ Շահող կատեգորիաներ մեզ մոտ համարվում են երկնիշ կատեգորիայում 7-1 թվերը, եռանիշ կատեգորիայում 7-1-6 թվերը, քարանիշ կատեգորիայում 7-1-6-8 և հնգանիշ կատեգորիայում 7-1-6-8 2 թվերը։ Հիմա մեր օգնականը համակարգչի օգնությամբ, որի մեջ տեղակայված է բոլոր մասնակիցների ցանկը, մեզ ցույց կտա, թե քանի շահող ունենք յուրաքանչյուր կատեգորիայում և որքան են կազմում իհարկե շահումների չափերը։ Սակայն մինչ նրա աշխատանքի ավարտը հիշեցնեմ Optima SMS վիճակախաղի կանոնները։ Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է 7005 կարճ համարին ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա, որի մեջ թվերը չպետք է կրկնվեն։ Թվերը հավաքվում են առանց արանքների։ Մեկ SMS-ի արժեքը կազմում է 500 դրամ։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Խաղին կարող են մասնակցել միայն Beeline կանխավճարային քարտ ունեցող բաժանորդները։ Որքան մեծ լինի մասնակիցների թիվը, այնքան մեծ կլինի նաև շահումային ֆոնդը։ Եվ այսպես տվյալները մեզ մոտ արդեն պատրաստ են։ Հնգանիշ, քառանիշ և եռանիշ կատեգորիայում մենք շահողներ չունենք, փոխարենը երկնիշ կատեգորիայում ունենք 18 շահող, որոնցից յուրաքանչյուրը շահել է 31900 դրամ։ Դե ինչ շնորհավորում ենք իհարկե բոլոր հաղթողներին և տեղեկացնում, որ շահողների ցանկը կհրապարակվի optimaloto.am կայքում և Ձիլավոյ Էքսպրես թերթում։ Վերջում ևս մեկ անգամ հիշեցնեմ Optima վիճակախաղի կանոնները։ Խաղին մասնակցելու համար 7005 կարճ համարին պետք է ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Կոմբինացիայում թվերը չպետք է կրկնվեն և պետք է հավաքվեն առանց արանքների։ Շահումային ֆոնդը կազմում է տվյալ խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի 50%-ը, որին մշտապես ավելացվում է 1 միլիոն դրամ բոնուսային շահում հնգանիշ կատեգորիայում շահողների համար։ Խաղարկությունները մեզ մոտ կայանում են ամեն օր, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն օր կարող եք շահել։ Եթե դուք հասցնեք SMS ուղարկել մինչև ժամը 12:00, նույն օրը երեկոյան կիմանաք արդյունքները։ Տեղեկացնում եմ նաև, որ այսօրվա խաղարկության տեսագրությունը կկրկնվի գիշերը 0:20-ին, ինչպես նաև տեղեկացնում եմ, որ Optima վիճակախաղի բոլոր խաղարկությունների տեսանյութերը ցանկացած ժամանակ կարող եք դիտել optimaloto.am կայքում։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, նրանք ովքեր այսօր չունեցան շահումներ, մեզ կարող են միանալ վաղը, քանի որ մեր խաղարկությունները ընթանում են ամեն օր, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն օր կարող եք շահել, ընդ որում 1 միլիոն դրամից ավելի գումար։ Ձեզ հետ Տաթևիկ Ավետիսյանն էր, ցտեսություն մինչ վաղը։